Տեսեք, շատերը մտածում են, որ այ եպիսկոպոս 10 եպիսկոպոս, թե 9 եպիսկոպոս հավաքել իր մոտ ցույց տալ, որ այ տեսեք ես էլ աջակիցներ ունեմ բարձրագույն հոգևորական դասի շրջանակներում, այս պայքարի շրջանակներում, ըստ էության ես գնահատում եմ հուսահատական քայլ, հնարավոր է, որ Փաշազադեն, ասենք, պահանջել է, որ ցույց տա, թե ինչ արդյունքի է հասել Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավում, եւ Նիկոլ Փաշինյանը հուսահատ իր ականներին պայթեցրել է, այդ ականներից մեկն էլ Նավասարդ Կճոյանն է։ Հարգելի ժողովուրդ, խոսել Նավասարդ Կճոյանի միջոցով եկեղեցին բարեփոխելու մասին, դրանից բարձր այլասերում ես ընդհանրապես չեմ էլ պատկերացնում, հասկանում եք, Նավասարդ Կճոյանը ուղիղ հակառակ տրամաբանության մեջ է եկեղեցի եւ եկեղեցին մաքրել կամ չգիտեմ ինչ են ասում այնտեղ եկեղեցին բարեփոխելու առումով, որովհետեւ Նավասարդ Կճոյանը Բենթլի Սամոն, ոնց ասում է Նիկոլ Փաշինյանը, նաեւ օֆշոր Սամոն կարող ենք ասել, չէ՞։ Սամոն, Բենթլի Սամոն։ Ես ձեզ ասեմ, որ Նավասարդ Կճոյանը 2013 թվականից, հիշեք, գտնվում է լրատվամիջոցների թիրախում այն բանի համար, որ նա օֆշորային սկանդալի մեջ էր հայտնվել։ Այսինքն դա վերաբերում էր փողերի լվացմանը, խոսքը գնում էր միլիոնավոր դոլարների մասին, խոսքը գնում էր ինչ-որ մի գործարարի գցելու մասին եւ նմանատիպ անջողնի պատմություններ։ Հետո եղավ Բենթլիի պատմությունը, երբ հայտնաբերեցին, որ Կճոյանը Բենթլի ունի։ Սկսեցին արդարացումները, այն ժամանակվանից մենք քննադատում ենք կոնկրետ ես, ասում եմ, որ Նավասարդ Կճոյանի նման գործիչները իրավունք չունեն գտնվել հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի մեջ եւ նրա տիպի հոգևորականները պահարակում են ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին։ Եվ հենց այդ հողի վրա էլ նաև մենք գժտվեցինք Միքայել Սրբազանի հետ, ով այն ժամանակ ասում էր, որ այդ Նավասարդ Կճոյանը իր հոգևոր եղբայրն է եւ պետք չէ նման կոշտ քննադատության ենթարկել։ Բայց փաստորեն հիմա ստացվում է այնպես, որ նույն այդ Նավասարդ Կճոյանը ուխտադրուժ կերպով, դավաճանի կերպարով գնում հանդիպում է այն մարդու հետ, ով ուղակի հրահանգ է տվել բանտարկել Միքայել Սրբազանին ոչ մի բանի համար, նաև Բագրատ Սրբազանին ոչ մի բանի համար։ Ու այսպիսի ուխտադրուժ, այսպիսի սկանդալային պատմությունների մեջ հայտնված Նիկոլ Փաշինյանի գնահատականով Բենթլի Սամո կամ չգիտեմ օֆշոր Սամոյի միջոցով Նիկոլ Փաշինյանը ինչ է եկել է ուզում է ասել, որ եկեղեցի է ուզում բարեփոխել։ Նիկոլ Փաշինյանը Նավասարդ Կճոյանի միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է միայն վարկաբեկել եկեղեցին, ախտահարել եկեղեցին, ուրիշ ոչ մի բան։ Իմիջիայլոց մյուս սրբազանները, ովքեր հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, Կճոյանից այդքան էլ պակաս տղեկ չեն, էլի, եթե այդ տեսանկյունով նայենք, ասենք, եթե Կճոյանը Բենթլի էր վարում, ես մի սրբազան, ես անունը չգիտեմ, հա, այո։ Բոտեքսով, Բոտեքս էր, նո մի խոսքով Համերով էր դուրս գալիս, հա, բա Նիկոլ Փաշինյանը չի ասել, երիտասարդ էլ էր, չէ՞։ Երիտասարդ, բա այդ Համերը քեզ որտեղից, մի հատ հաշվետվություն չտաս, բա Կճոյանից հաշվետվություն է իր պահանջում Նիկոլ Փաշինյան։ Անուշավան Սրբազանից հաշվետվություն չես պահանջում, թե այդ Համերը որտեղից Անուշավան Սրբազանին։ Բա այն մյուսը անունը ճիշտն ասած դժվար է, չեմ կարողանում մտալ։ Այս մեկը Մասոցիատ, հա, ինչ է կոչվում, հա։ Թեմի առաջնորդը ես կողմ չեմ ելի կրկնեմ, որ այդ գաղտնի ձայնագրությունները հայտ բերվեն եւ մարդկանց վարկաբեկեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը նման խաղի կանոններ է սահմանել, բայց այդ հոգեվորականի հետ կապված էլ պարզվեց, որ այդ մարդը, ասենք, այդ ձայնագրության մեջ անօրինական կապի մեջ է եղել իր ընկերոջ կնոջ, թե քահանաներից մեկի, հա, մտերիմ քահանայի կնոջ հետ հարաբերություններ ունեն։ Քաղաքական պրոցեսները, բայց նույն պահին մեր գործընկերը Բորիս Մուրազին տեսանյութ է պատրաստում, որտեղ երևում է, թե ոնց է այս անձնավորությունը գնում իրանց շարժման օրերին Բագրատ Սրբազանին ընդառաջ
Եվ երբ որ ասում է եկեղեցին պետք է քաղաքականությամբ չզբաղվի, ինքը երբ որ Նիկոլ Փաշինյանին հանդիպեց, ասաց, որ իրավունք չունեք մտնելու մայրաթոր, դա ձեր տիրույթը չէ, ինչ եք ասում։ Իրենք Նիկոլ Փաշինյանի մեջ մոտ մտել են խոնար հարցի կարգավիճակում եւ հետեւաբար իրենք չէին կարողանալու Նիկոլ Փաշինյանին նման հարցադրումներ անել։ Հիմա վերադառնալով Նիկոլ Փաշինյանին, որ ինքը արդարանում է այն պահով, թե ինչու է նման արշավ սկսել եւ փորձում է մաքրել հայ առաքելական եկեղեցին, ինքը իրեն համարում է, ասում է, ես բարեպաշտ քրիստոնյա եմ, բարեպաշտ առաքելական եկեղեցու հետևորդ, այդ դու եթե բարեպաշտ առաքելական քրիստոնյա ես, եկեղեցի այցելող, եկեղեցու կանոնադրությունն իմացող, եկեղեցու սահմանած կանոններով ապրող, բա այդ կնոջը, այսինքն կնոջ չեմ կարող ասել, որովհետև եկեղեցու տեսանկյունից դու քո Աննա Հակոբյանի հետ ընդհանրապես անօրինական կապի մեջ եք։ Եկեղեցու դրամա այն կանոնակարգով, այն կանոնադրությամբ, որին դու շատ հղումներ ես անում։ Այ բա կնոջդ հետ եկեղեցուն չի չես ամուսնացել։ Եթե այդքան բարեպաշտ քրիստոնյա ես, բա քո օրինակով ցույց տայիր, որ առաքելական եկեղեցու հետևորդ ես եւ շարժվում ես եկեղեցու տարին եւ ոգուն համապատասխան։ Չես արել, չէ, որովհետեւ այդ ժամանակ քեզ ընդհանրապես չի էլ հետաքրքրել առաքելական եկեղեցին, դու այլ շարժառիթներ ես ունեցել լրագրությամբ եւ քաղաքականությամբ զբաղվելու համար, կոնկրետ այդ շրջանում հավանաբար փողի խնդիր ես լուծել կամ այլ տիպի խնդիրներ։ Այսինքն ես ուզում եմ ընդհանուր այս համատեքստը ներկայացնելով ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես այս առումով Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մտնել պետք չէ, վեճի մեջ մտնել պետք չէ, որովհետև ակնհայտ է, որ նա քաղաքական պատվեր է կատարում, որը ստանում է դրսից, ամենայն հավանականությամբ, շատ մեծ հավանականությամբ Փաշազադեից, եւ ինքը ամեն գնով թքած ունենալով օրենքի սահմանադրության բոլոր հնարավոր կարգերի ու կանոնների վրա ինքը փորձում է կազմալուծել, կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին։ Հետևաբար այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի գործողությունները եւ ինքը չի խորշում չհերքել, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնացել են Տեր Սուրբ Հակոբ եկեղեցու, կարծեմ Տեր Ղևոնդ քահանայի մոտ եւ հորդորել են, որպիսի պատարագից զեղչվի Գարեգին կաթողիկոսի անունը։ Այսինքն մարդը հայտարարում է, որ մի ժամանակ ասում էր, որ ԱԾՀ-ականները պետք է գնան սատանա բռնեն։ Հիմա ընկել է հոգևորականների տեքստերի հետևից, պատարագի տեքստերի հետևից այդ մարդը։ Ահա, այսինքն ոչ մի կարմիր գիծ չկա այս մարդու առումով։ Սա իրականում, եթե նորմալ պետություն լինեինք, ոչ միայն հրաժարական պետք է տար ԱԱԾ պետը, այլ հրաժարական պետք է տային ամբողջ ուժային կառույցները, այդ թվում նաև երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը, որովհետև ազգային անվտանգության ծառայությունը չի կարելի օգտագործել անօրինական կերպով, չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով եւ նմանատիպ այլ անհասկանալի նպատակներով։ Այս թեմայի հետ կապված ԱԱԾ-ն օգտագործելու եւ այլնի մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը այնքան է զրկվել հանրային աջակցությունից, որ ինքը մնացել է ուժայինների հույսին։ Այսինքն չունենալով հանրային որևէ աջակցություն, նա բացառապես նստած է ուժայինների սվինների վրա, ես ասեմ, մի քանի անգամ ասել եմ, որ ուժայինների սվինների վրա նստելը շատ ցավոտ է։ Չի կարելի է ինչ-որ իշխանություն պահել, բայց պարբերական նման իշխանություն պահելը անիմաստ գործ է ըստ էության։ Պարոն Նախասյան, տեսեք, նաև կա այսպես հանրային խնդրանք, պահանջ հորդոր վեհափառ հայրապետին, որ առաջիկա եպիսկոպոսաժողովի ժամանակ կարգալույց արվեն այս հայ առաքելական եկեղեցուն դավաճանած եպիսկոպոսները եւ վրընդվեն նաև իրենց թեմերից, դրա մասին նաև իրենց նամակում խնդրանքում գրել էին Բագրատ եւ Միքայել Սրբազանները։ Խնդրեմ ձեր խոսքը, ձեր կոչեցնասը։ Ես միանշանակ կողմ եմ, որ այդ եպիսկոպոսները, գոնե դրանց մեծ մասը, չէ, ես ուրիշ բան եմ այս առումով ասում, գոնե դրանց մեծ մասը առանց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, հələ դեռ դրանից առաջ
վռնդվեին հայ առաքելական եկեղեցուց։ Ես համոզված եմ, որ իրենք իրենց գործողություններով, իրենց գործունեությամբ հաստատապես թույլ են տվել այնպիսի խախտումներ, այնպիսի շեղումներ, որոնք բավարար հիմք են Գարեգին Բ կաթողիկոսի եւ եպիսկոպոսատ ժողովի համար, որպեսզի այդ մարդկանց վռնդեն հայ առաքելական եկեղեցուց։ Դրան արդեն գումարվում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, գիտեք, ասենք հանդիպում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, ինչքան էլ տհաճ լինի այդ մարդու հետ հանդիպելը, այլ իրավիճակում կարող է ինչ-որ ոչ այդքան նորմալ դիտվել, ոչ այդքան հասարակական դժգոհություն առաջացնել, բայց այս պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել կազմաքանդել եկեղեցին, խնդիր է դրել վռնդել ամենահայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, խնդիր է դրել ընդհանրապես եկեղեցին, չգիտեմ, ղազյատ դարձնելու, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանին հրահանգներ տվող Փաշազադեն հրամանագիր է ստորագրել Արևմտյան Ադրբեջանի ղազյատ ստեղծելու մասին։ Հավանաբար դա կլինի Էջմիածում, այդ եպիսկոպոսներից մեկին էլ ղազյատի ղեկավար կնշանակեն, որովհետև այս քայլից հետո մամենտականություն ընդունելը իրենց համար մեկ քայլ է։ Եթե դավաճանություն, ապա ասենք մեծ մասշտաբներով դավաճանություն թող լինի։ Ու այս իրավիճակում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու չբարձրաձայնել բանտարկված 3 սրբազանների մասին, չդատապարտել Նիկոլ Փաշինյանի մոտ Բաքրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, կարծեմ Արագազոտնի թեմի առաջնորդի հանիրավի բանտարկությունները, դա ուղղակի ոչ միայն դավաճանություն է, դա այլասերվածություն է ուղղակի, հասկանում եք, այսինքն քո հոգևոր եղբայրները դատապարտված են ոչ մի բանի համար, զուտ այն բանի համար, որ քաղաքական դրդապատճառներով, զուտ այն բանի համար, որ կոշտ քննադատության են ենթարկել իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին, ու դուք գնում հանդիպում եք նման մարդու հետ ու չեք բարձրաձայնում ձեր հոգևոր եղբայրներին ազատ արձակելու խնդիրը։ Բա ելուր մնանց ձեր քրիստոնեական բարեպաշտությունը, ելուր մնանց եկեղեցու նկատմամբ ձեր հավատարմությունը, ենթադրենք դուք չեք ընդունում Գարեգին երկրորդին, ենթադրենք։ Մի պատկերացնենք, որ հա, էլի հնարավոր է նման տրամաբանության մեջ հանդիպել Նիկոլ Փաշինյանը, դուք չեք ընդունում նաև Բաքրատ Սրբազանին, դուք չեք ընդունում նաև Միքայել Սրբազանին, դուք չեք ընդունում նաև Արաքածոտնի թեմի առաջնորդին։ Դուք համարում եք, որ այդ մարդիկ արդարացի են դատապարտված, արդարացի են գտնվում կալանավայրում։ Դա նշանակում է, որ դուք խոսում եք չքաղաքականացնելու մասին այս ամեն ինչը, բայց ձեր այդ քայլով ամենաշատն եք քաղաքականացնում ու ոչ միայն քաղաքականացնում եք, այլ կանգնում եք մի մարդու կողքին, ով ոչ միայն հակաեկեղեցական պայքար է մղում, ոչ միայն կազմաքանդում է հայ առաքելական եկեղեցին, այլ նաև սա հակաքրիստոնեական շարժում է, սա քրիստոնեության դեմ ուղղված շարժում է, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։